Բարև ձեզ սիրելի բարեկամներ, շարունակում ենք մեր ֆրանսերենի դասերը, այսօրվա թեման դերանուններն են, բայի խոնարհման մեկ այլ տարբերակ, որը կոչվում է ըմպախվե և մի քանի խորհուրդներ, ինչպես արագ յուրացնել նոր նյութը, այսպես սկսենք։ Անձնական դերանուններ, les pronoms personnels, անձնական դերանունները օգտագործվում են մարդկանց, առարկաների կամ ասենք կենդանիների փոխարեն, դրանք բաժանվում են մի տեսակների ըստ նրանց գործառույթին, որը տեղի ունենում նախադասության մեջ։ Անձնական դերանունները կատարում են ենթակայի դերը և ուղիղ մասնակցում են նախադասության մեջ։ Նայեք էկրանին, աղյուսակի մեջ գրված է անձ, ես, դու, նա, մենք, դուք, նրանք, ֆրանսերեն տարբերակը je, tu, il, elle, մենք ունենք արդեն իգական տարբերակը nous, vous, il, elle, հայերեն թարգմանությունը ես, դու, արդեն հասկացանք նա արական և իգական սեռերի համար։ Օրինակ, ես ֆրանսերեն եմ խոսում, je parle français, դուք տեսնում եք je, ես, parle, բայ, ես, je, դերանուն, français, արդեն նախադասության մեկ այլ անդամ, որ հետո մենք կսովորենք։ Elle aime la musique, մենք տեսնում ենք elle, ինչպես դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ, իգական սեռ։ Դերանուններից անձնական դերանուններ թեման ինձ թվում է արդեն պարզ է ու հասկանալի, ու դուք դա պետք է անգիր անեք, դժվար բան չի, ես, դու, նա, je, tu, il, elle, nous, vous, il, elle, դժվար չի։ Մենք սա հիշում ենք անգիր, որտեղ օգտագործելու ենք նախադասության մեջ մշտապես մեզ ուղեկից։ Այժմ անցնենք բայերին, մենք սովորեցինք պասե կոմպոզեն, ինչպես է կառուցվում, այսօր նորից մենք կառնչվենք, շարունակաբար կասենք պասե կոմպոզեի մասին, նրա կազմությունը կկրկնենք և նաև միևնույն ժամանակ սովորենք ըմպախվեն, ինչ է իրենից ներկայացնում ըմպախվեն, այսինքն դա նույնպես է շարունակական անցյալ է, ինչպես և պասե կոմպոզեն։ L'imparfait, ինչպես է կազմվում, երկրորդ, երբ է օգտագործում l'imparfait, ինչ տարբերություն կա l'imparfait-ի և պասե կոմպոզեի միջև։ Մենք նորից անդրադառնանք պասե կոմպոզեին, որպեսզի հասկանանք տարբերությունը և առաջին, l'imparfait, ինչպես է կազմվում։ L'imparfait կազմելու համար մենք պետք է հետևենք հետևյալ քայլերին։ Առաջին, մենք պետք է վերցնենք ներկա ժամանակի ձևը, ասենք nous avons, ONS վերջավորությունը ունի խոնարհման ժամանակ, բայը այդ վերջավորությունն է ստանում։ Մենք հանում ենք ONS վերջավորությունը և դնում ըմպախվե վերջավորությունը։ Օրինակ, je parlais, tu parlais, il parlait, elle parlait, nous parlions, այսինքն ONS-ից առաջ դրվում է ի տառը։ Երկրորդ խմբի բայերը, որոնք ունեն IR վերջավորություն, այն ընկնում է, ավելանում է ISS-ը անցյալ ժամանակի համար և դրան գումարած IES, առաջի դեմքի համար IES երկրորդ և IET երրորդ դեմքը և ֆինիսոն, ֆինիսիոնը, այսինքն ըմպախվեն ի տառն է, ավելանում։ Nous finissions, vous finissiez, il կամ elle finissait, այնտեն չեն կարդում։ Երրորդ խմբի բայ, նրանք քիչ անկամոն են և ամեն մեկ ունի իր հիմքը, իսկ prendre բայի հիմքը prendre, prenez,
il elle prenait այ դե վերավորությամբ nous prenions vous preniez il prenait մի խոսքով պետք է ուշադրություն դարձնել դրությանը ահա էկրանին նայեք աղյուսակով ես ներկայացնում 3 խմբերի բայերի վերջավորությունները եւ առաջին խումբ իրանք նմանություն ունեն եւ տարբեր են նույն անդրադառնանք պասե կոմպոսեի ինչպես է կազմվում այն կազմվում է օժանդակ բայից avoir կամ être bay avoir plus participe passé կազմում է passé կոսը être bay plus participe passé passé composé être bay-ով կազմվում են հիմնականում շարժում ցույց տվող բայերը մենք արդեն այդ դասին անդրադարձել ենք նորից հետ գնացեք նախորդ դասերը նայեք բայց նույնիսկ այսօր կրկնում եմ շարժման բայերից են օրինակ aller il est allé au marché c'est-à-dire il est երրորդ տեմպ aller est-ի վերջի տեն մենք միացնում ենք aller բառի հետ կազմելով լիեզոն ինչը մենք գիտենք որ ֆրանսերենում շատ գործածվող է երբ որ բառը սկսում է ձայնավորով ի վերջի բառի նախորդ բառի վերջի բաղաձայնը ձայնավորի հետ կարդացվում է դա հենց կոչվում է լիեզոն շարունակենք պասե կոմպոզեի կրթության մասին խոսելով պասե կոմպոզեն դա կաթև ավարտված գործողություններ են այսինքն հենց նոր կատարվեց ու վերջացավ երբեք պետք է դա չմոռանաք այդ ժամանակ մենք գրում ենք պասե կոմպոզ օրինակ Hier, j'ai vu un film. Երեք ես ֆիլմ տեսա։ Այսինքն գործողություն, որ արդեն տեղի ունեցել, կատարվել ու վերջացել է։ Il est entré, il a pris un café et il est sorti. Նա մտավ, խմեց սուրճ եւ դուրս եկավ։ Էլի գործողությունները, որոնք երթականությամբ վերջանում եւ դա անցյալ է։ Կամ հանկարծ նա գոռաց tout à coup elle a crié այսինքն հենց գործողությունը եղավ վերջացավ մենք դնում ենք passé composé որտեղ գործողությունը վերջացել է passé composé կազմվող շարժում ցույցվող բայերը նայեք էկրանին խնդրում եմ անգիր արեք այս բայերը որոնք խոնարհվում են passé composé-ն կազմվում են être bay-ով այսինքն բայը participe passé plus être բայը խոնարհված Էկրանին դուք տեսնում աղյուսակ, այս աղյուսակում պարզ երևում է passé composé եւ imparfait-ի տարբերությունը passé composé կարճ ավարտված գործողություն imparfait խոսվում է շարունակական ինչ-որ գործողության մասին, որը անցյալում է եւ կարծես թե այն չի վերջացել։ Բարեկամներ, լրացրեք այս վարժությունները, գրեք իմ YouTube-յան էջում, որպեսզի ես կարողանամ ստուգել ամենի գրածը կարդալ։ Օրինակ, այստեղ imparfait ժամանակը կամ passé composé ժամանակը։ Նայեք էկրանին, որտեղ տրված է կոնկրետ վարժությունները։ Վարժությունների մեջ դուք պետք է ընտրեք կամ imparfait կամ passé composé։ Hier, nous sommes allés au cinéma. Passé composé. Երկրորդը, quand j'étais petit, je jouais beaucoup dehors. Այսինքն imparfait դրվում է AIS վերջավորությունը, չշփոթվեք։ Մյուս վարժությունը թարգմանություն է, երեք ես գնացի դպրոց, Hier, je suis allé à l'école։ Երկրորդ նախադասությունը imparfait, այսինքն ես անընդհատ քաղցրավենիք եմ կերել, երբ որ ես փոքրիկ եմ եղել, manger AIS
Պահվե ժամանակը պետք է դնեք, ես տեսնեմ ինչպես եք այս վարժությունը կատարում, հետո մենք սխալների ուղով կամ վրիպումները կթելադրեմ, նորից կանենք և կանցնենք առաջ։ Այսօրվա դասը ցանկանայի վերջացնել մի քանի խորհուրդներ տալով, որը վերաբերվում է ֆենշուի սկզբունքներին, այսինքն հետևելով ֆենշուի սկզբունքներին կարող եք ստեղծել ներդաշնակ հավասարակշռված միջավայր, որը որ ձեզ կթելադրի գործընթացը։ Ահա մի քանի խորհուրդ ինչպես անել, որտեղ որ դուք նստում եք, սովորում եք, նախ պետք է լինի լուսավոր, մաքուր, հարմարավետ, պատուհանին մոտիկ և ընտրեք ըստ ֆենշուի կանոնների հյուսիս, արևելք հատվածը ձեր տան, որտեղ համաձայն ֆենշուիի այդ հատվածը պատասխանում է ուսման սեկտորը, որտեղ դրեք ձեր ասենք մեծ գունդեր, որոնք շարժվում են, դրեք այդտեղ գլոբուս, դրեք նկարչական մատիտներ, դրեք վրձիններ, գրիչներ, տուփով և այլն, մի խոսքով ուսումնական բոլոր նյութերը այդտեղ սիրուն գեղեցիկ դասավորեք ու դուք տեսնեք հետո արդյունքը և նաև բացառեք այլ իրեր, որոնք որ կխանգարեն այդ տարածքում, օրինակ այդ սեկտորը, որ համարվում է իմաստության, կարիերայի սեկտոր, սովորելու սեկտոր, այնտեղ օրինակ չի կարելի գնել հեռուստացույց։ Օգտագործեք գունային թերապիան, այն շատ հայտնի է հոգեբանության մեջ, ուրեմն այսպես կապույտ գույնը, ջուրը, ըստ ֆենշուիի, խթանում է կենտրոնացումը, կանաչ գույնը, գիտելիքների յուրացումը, կարմիր գույնը դա շարժում է և արագ մտապահով, դեղին օգնում է վստահություն և աճը, վստահության ձեռքբերում և նրա աճը, սպիտակը կարգապահություն, վստահություն և կխնդրեի, որ այս գույները հերթականությամբ իրեր դնեք և կամ շրջանկացնեք կամ մի ուղղության վրա, հետո դուք կտեսնեք դրանց նշանակությունը, ինչպես նաև կատարեք մեդիտացիաներ կամ աղոթք, շնչառական վարժություններ, օգտագործեք ձայնային մեթոդները, երկուսին շոր դրեք, հարաբերս դա շատ հայտնի ձև է, ծածկեք ավելի ճիշտ ձեր գլուխը, այսպես տեղ բացելով, ոնց որ հովանոցը ոնց եք պահում ձեր գլուխին, այդպես շորը և արտասանեք բայերը, հնչյունները լսեք, բարձրացնեք ասեք, որպեսզի ապահովեք երեսողությունը և արտասանությունը, քանի որ երբ որ հնչյունները արտասանվում են, ձեր ականջը լսում է այդ հնչյունները, լեզուն սովորում է, աշխատում է և կարծվում է մի ամբողջական ներդաշնակություն։ Ահա այսպես մենք վերջացնում ենք բարեկամներ այսօրվա դասը, հուսով եմ, որ իմ թվարկած մեթոդները և նրանց հաղորդումը կարող են օգտակար լինել, օգնել ոչ միայն ավելի արագ սովորել ֆրանսերեն լեզուն, ֆրանսերեն բայերը, այլ պահել դրանք հիշողության մեջ ավելի երկար և չմոռանաք, որ սա այն բայերն են, հատկապես երեսնիքի բայերը, որոնք պետք է անընդհատ կրկնել, անգիրանել, ինչպես և շարժում ցույց տվող բայերը։ Այսպես մենք վերջացրեցինք մեր այսօրվա դասը, չմոռանաք լայքել, գրանցվել, որպեսզի տեղեկատված լինեք, ինչպես նաև կիսվել ձեր մտերիմների հետ և ձեր էջերում։ Շնորհակալություն, ստեսություն, միջի հաջորդ դաս։